Շնորհակալություն, մեծարգո փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, օրենքի նախագծերի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ և 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2,5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն։ Մինչև 16 տարին լրանալը զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը, ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Օրենքների նախագծերի քննարկման արդյունքներով փաստվել է, որ նախագծերն ընդհանուր առմամբ կարիք ունեն պատշաճ նորմատիվ կարգավորումների և օրենսդրական տեխնիկայի կանոնների ապահովման նպատակով լրամշակման, միաժամանակ առկա են մի շարք սկզբունքային առաջարկություններ, որը ես կնշեմ, հավելեմ նաև, որ նախաձեռնությունը ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանինն է և այն քննարկում է անցել նաև միջգերատեսչական հարթակում, ինչպես նաև անցել է նաև նախարարական կոմիտեով և ըստ այդմ ձևակերպվել է հետևյալ առաջարկությունները. կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ և 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշմարման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։ Այս առաջարկները քննարկվել են պատգամավորի հետ և պարոն Հայկ Սարգսյանը ըստ էության համաձայն է այս փոփոխություններին և առաջիկայում մեր հաստատումից հետո այն կքննարկվի նաև ազգային ժողովում, հաշվի առնելով, որ փաթեթը բավականին լայն է և զգայուն է ու անդրադառնում է հանրային բոլոր շերտերին, շատ կարևոր է, որ այն նաև պատշաճ քննարկում անցնի ազգային ժողովում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Պապիկյան, հարցեր հարգելի գործընկերներ, դիտարկումներ նախագծի վերաբերյալ։ Պարոն Պապիկյան, ես ճիշտ եմ հասկանում, որ կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների մեկ սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր զորակոչի դեպքում կառավարությունը համապատասխան սահմանաչափ կհայտարարի և սա նաև թույլ կտա գնահատել այս միջոցառման արդյունավետությունը կամ կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման շատ զգայուն, ինչպես դուք նշեցիք, և էական փոփոխությունների պարագայում։ Այո, պարոն Խաչատրյան, դուք շատ ճիշտ եք, այս կետը մեզ համար սկզբունքային էր այն առումով, որ չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը ավելացնել և տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան և նույն ժամանակ մեզ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները և թվաքանակը։ Ես պիտի հիշեցնեմ, որ այս նախագծի մի մասը դեռևս 2022 թվականին կառավարության կողմից էր հենց առաջարկվել և հետագայում դրա մի մասը արգախվեց 2022 թվականի սեպտեմբերի դեպքերով պայմանավորված։ Այն ժամանակ էր, որ մեր կողմից ընդունվեց Պաշտպան հայրենիաց ծրագիրը, որը ենթադրում է, որ այն ժամկետային զինծառայողը, որը 5 տարով պայմանագիր կկնքի
Պաշտպանության նախարարության հետ, ծառայությունից հետո կստանա նաև 5 միլիոն դրամ պարգևավճար։ Եվ այստեղից էլ այս թվերը, խոսքը վերաբերում է 18 եւ 24 միլիոն դրամ կառավարության առաջարկությունների, որը ենթադրելու է, որ հնարավոր կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե, դրա միջոցով մենք կարողանանք 5 տարի շարունակ երկու պայմանագրային զինծառայողի եւ աշխատավարձ վճարել եւ նաեւ վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճար, որը ստանձնել է կառավարությունը։ Բայց ինչպես նշեցիք, ամենակարևոր հատվածը վերաբերում է կարգին, որը պիտի սահմանի դեռ կառավարությունը եւ յուրաքանչյուր զորակոչից առաջ կառավարությունը պիտի սահմանի թվականակը, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից։ Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն, կառավարությունը այդ զորակոչին նման որոշում չի ընդունի։ Այսինքն, մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերը ու շրջանառվող մտահոգությունները ամբողջությամբ փարատվում են եւ կառավարելի են Պաշտպանության նախարարության կողմից։ Ես միայն կցանկանամ լրացնել այն, որ նաև վերջին տարիների ընթացքում Պաշտպանության նախարարության եւ առողջապահության նախարարության կողմից մեծածավալ աշխատանքներ են տարվել այն ուղղությամբ, որ ինչպես դուք նշեցիք, այլևայլ եղանակներով զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունները կանխվեն, հստակեցվեն այն կարգավորումները, որոնք տալիս են այդպիսի տարկետման իրավունքներ եւ այս բոլոր միջոցառումները մեկ ամբողջության մեջ դիտարկելու արդյունքում է, որ մենք պետք է գանք այն վստահության, որ կարգավորումները գտնվում են ամբողջովին իրավական հարթության մեջ եւ այն հնարավորությունները, որոնք կարող են սահմանվել արտոնություններ կամ բացառություններ սահմանելու համար, նույնպես կառավարելի են լինելու ձեր կողմից նշված ձևաչափերով։ Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, ես մի հարց ունեմ, պարոն Պապիկյան, դուք նշեցիք, որ կառավարությունը կսահմանի ամեն զորակոչի համար առավելագույն թվականակը, իսկ այդ գումարների չափը գուցե նույնպես նպատակահարմար լինի ամեն զորակոչի համար կամ որովհետև օրենքով սահմանելու դեպքում դրանց փոփոխությունները ավելի դժվար կլինի իրականացնել հետագայում, գուցե իմաստ ունի ինչ-որ չափով ճկունություն նաև հաղորդել եւ այդ վճարվող գումարի չափը կառավարության հաստատման տիրույթ փոխանցել կամ ինչ-որ մի չափով, հա, որովհետեւ կարող է նաև ավելացվել, այսինքն կարիք լինի, որ ասվի, որ հիմա այն չափը, որը կար օրենքում սահմանված էր, դա քիչ է, պետք է ավելացվի կամ այսպիսի կարգավորումներ իրականացվի կառավարության կողմից։ Շնորհակալ եմ, ամեն դեպքում հեղինակը մենք չենք, կառավարությունը ուղղակի իր շտկումներն է առաջարկում եւ պատգամավորը այս կերպ է նպատակահարմար համարել երկու կետի ավելացումը, որոնք մենք համարել ենք սկզբունքային, երկար քննարկումների արդյունքում պատգամավորի կողմից ընդունելի է եղել։ Ես գուցե համաձայնեմ 1 տարի հետո, երբ պատկերը տեսանելի լինի, այս բանին ես առաջարկում եմ հավանություն տանք օրենքի նախագիծը մտնի կյանք, այնուհետև կտեսնենք ինչ բացեր կան, ինչ լրացումներ կան, կդիմենք խորհրդարանին օրենքի մեջ փոփոխություններ կատարելու նոր առաջարկություններով։ Պարոն Միրզոյան։ Ես ճիշտ եմ հասկանում, որ մենք սահմանում ենք 3 ժամկետ ծառայության համար պարտադիր, 24 ամիս, 4 ամիս եւ 1 ամիս, եւ եթե այո, նաեւ ուզում եի հասկանալ, ինչի հենց 1 ամիս եւ 4 ամիս, ոչ թե 6 ամիս եւ 12 ամիս օրինակ։ Մեկ ամսվա դեպքում էլի կարող եմ տրամաբանությունը ենթադրել, այսինքն նվազագույն պատրաստություն անցնեն զորակոչիկները, հետո այդ հնարավորությունից օգտվեն, բայց 4-ը չգիտեմ, խնդրի ես բարձրաբանել։ Շնորհակալ եմ։ 24 ամիսը օրենքով սահմանված Հայաստանի քաղաքացու պարտավորություններն են, իսկ կրճատ ժամկետները վերաբերում են, դուք ճիշտ նկատեցիք, 1 ամիսը նվազագույն պատրաստության համար, որպեսզի քաղաքացին տիրապետի օգտվել զենքից եւ տարական զինվորական կանոններ, որովհետեւ
այս երիտասարդները, ովքեր այդ հնարավորությունը կստանան, միևնույնն է գրանցվելու են պահեստազորում, ի տարբերություն զարտուղի ճանապարհով ազատվող այլ քաղաքացիների, որովհետև այսօր ինչ է տեղի ունենում։ Մեր համերկրացիները մեզնից դժգոհում են, ասում են վարժական հավաքներին, օրինակի համար մեր նախկին գյուղապետի, ինչ եւ այլն, կամ մեր համայնքի ամենահարուստ մարդու երեխեքը չեն գնում վարժական հավաքների, դուք հատուկ նրանց չեք տանում, բայց իրականությունը կայանում է նրանում, որ այդ մարդիկ ուղղակի չեն ծառայել բանակում եւ հաշվառված չեն պահեստազորում եւ չեն կարող վարժական հավաքի հրավիրվել։ Այսինքն այս մեխանիզմը նաեւ թույլ է տալու, որպեսզի ավելի շատ թվով Հայաստանի քաղաքացիներ տիրապետեն զենքին եւ նաեւ ըստ անհրաժեշտության համալրեն պահեստազորը։ 4 ամիսը դա ուսումնական զորամասի չափականակն է, որտեղ պիտի անցնեն ուսումնական process, այսինքն ովքեր կօգտվեն այս ծրագրից, ուսումնական զորամասից զատ այլտեղ ծառայություն չեն իրականացնելու։ Սրանում է այս թվերի սահմանման պատճառը։ Պարոն Միրզոյան, Իսկ 32 տարեկանը ինչով է պայմանավորված։ Պատգամավորը առաջարկել էր, որ թիվը սահմանենք 37, ըստ էության մեր միակ նրա հետ տարբերությունը մտքերի կայանում էր նրանում, որ սա պետք է անել աշճանական, որովհետև այս սահմանումն էլ իր հերթին նշանակում է, որ սա կազդի այն մարդկանց վրա, ում 18-ը նոր է լրանալու, այսինքն արդեն 19, 20, 27, 32 տարեկան քաղաքացիների վրա սա չի ազդելու։ Այսինքն զորակոչային տարիք մուտք գործողների վրա կազդի մինչև 32 տարին, դա էլ նրա համար է, որպեսզի ուսումնական հաստատությունների միջոցով կեղծ գիտնականներ չունենանք, ովքեր 27 տարին լրանալուն պես ազատվեն զինվորական ծառայությունից, այլ ունենան պարտականություններ եւ օգտվեն մեր ծրագրերից միայն իրական գիտնականներ, օրինակ։ Պարոն Միրզոյան, Այսինքն մարդիկ նախկինում սահմանված 27-ի շեմն ենք դարձնում 32 եւ մարդիկ զինապարտեն մինչեւ 32 տարեկան, ոչ թե պայմանագրային ծառայության վերց, որտեղ այնտեղ էլ շեմ ունենք, չէ՞։ Այո, խոսքը վերաբերում է 27-ը 32 դարձնելուն, այսինքն շեմը տարիքային զինապարտների փոխվում է, իսկ ինչ վերաբերում է ձեր նշած հատվածին, մարդիկ ներողություն զինապարտ են մինչև 50 տարեկանը։ Մեզ մոտ այս շտկումը վաղուց է արված, նախորդ կառավարության նիստին սա հնչել է, իհարկե վարչապետի հանձնարարությամբ մենք կաշխատենք նաև այս հարցում որոշակի լավարկումներ կատարելու, դա վերաբերել է ներքին գործերին։ Մեր մասով այս խնդիրը հիմնականում լուծված է, բայց որոշակի լավարկումներ կանենք։ Պարոն Միրզոյան, Իսկ ո՞նց ենք ապահովելու, որ այդ ճանապարհով պետբյուջե մուտք արված գումարները ուղղվեն պայմանագրային զինծառայողների թվի ավելացմանը եւ նրանց աշխատավարձերին, որովհետեւ եթե մենք չերաշխավորենք, որ այդ գումարը գնում է դրան, սոցիալական արդարության հետ կապված բազմաթիվ հարցեր կառաջանան։ Իսկ հիմա պատասխանը ակնհայտ է, դա արվում է էլի բանակի համար եւ էլի զինծառայողներ են ապահովում։ Դա ըստ էության երաշխավորված է, երբ ես նշում եմ պետական բյուջե, ես չեմ տարանջատում պաշտպանության նախարարության բյուջեն ընդհանուր բյուջեից, այո, մուտքերը կապահովեն եւ կծառայեն պաշտպանության նախարարության համար։